Բադիլույս, дорогие друзья. Ես այս ժամին չգիտեմ վերջ անգամ երբեք մարդուն եղել ու առավել եւս դուրսը։ Խի ժամի 7:48։ Այսօր իմ կյանքում առաջի վլոգն է, ես չգիտեմ ինչ ստացվելու։ Նախորդ կներեք։ Եթե ինչ իրոք մութա դուրսը, այս լույսերը եթե միացրած չլներ, ինձ թվում է ոչ մի չէր երևա։ Ես խնդրում եմ եկեք գնահատենք այս լամպոչկեքը, որ ես կարողանամ երևամ։ Գնանք որպես ճարտարապետ արապես։ Այո, ես ընդհանրապես գաղափար չունեմ ինչ եմ անելու, ինչ եմ խոսալու, ինչ եմ նկարելու, հենց որ նայեք, հուսամ ամեն ինչ նորմալ կլինի։ Ինձ ինչ որ բան հուշում է, որ շոֆերները ինձ գրվեցին, որ առավոտը ես իրանց ստիպեցի սվետաֆորը տա կանգնեն, բայց մենք օրինապաշտ ենք, հա։ Մենք հասել ենք մեր նշանակետին, այստեղից ենք շարժվելու բոլորով։ Սես է երևի մեր ավտոն։ Այո, մեր երթևեկության ժամանակ իմ կուրսեցին, ով որ համատեղելիությամբ նաև իմ գործընկերն է, հիշում է, որ բերել է իր պլանշետը։ Դե ես էլ առիթը բաց չեմ թողում, քանի որ մենք ունենք նոր project, սկսում եմ ինչ-որ ձև գոնե աշխատել մեր նոր project-ի վրա։ Շնորհակալություն։ Բոլոր մարդիկ նորմալ առավոտները մինչև 11-ը քնում են։ Տոպը է, 7-ից արդեն եմ։ Հուսով եմ, որ իմ հումորի պատճառով տեղերից չընկաք ներքև եւ ձեր ծիծաղը կարողացաք ինչ-որ չափ կառավարել։ Այստեղ տեսել եմ ձյուն, նկարում եմ, այո, որտեղ ես քաղաքից փախած աբորիգեն եմ։ Այստեղ երեխեք նորք ինչ-որ մեկի էքսերն ահել, արագ կոմենտներում պրիզնատեկեք ում էքսերն են վազում էստեղ։ Մենք ենք ու գարերը մեր։ Չենք մոռանում, որ մենք քաղաքից փախած աբորիգեն ենք ու տեսել ենք ձյուն պետք է խաղանք ձնագնդիկ, բայց ոչ մի բան չստացվեց։ Կիխտի մեջ կորած վիրավորված են իհարկե, ոչ թե դասին ու մովանիկել է։ Առողջարակ չգիտեմ ինչ պատմեմ, ես Ռեքսն է, Ռեքսը գալու մեջ սիրո տնարկի մոտ։ Ռեքսից երկու հատ կա, մարդ եւ կին։ Ստեղ քարեր ենք նկարում, սիրուն ջրվեժ, այդ չգիտեմ ինչա։ Իսկ ստեղ արդեն ասում ենք բուն աշխատ։ Ուսումնասիրում ենք Խաչած ձորը, նայում ենք արձանագրություններին, խաչերին եւ այլն եւ այլն։ Եվս մեկ անգամ չենք մոռանում, որ մենք աբորիգեն ենք, տեսել ենք ձուն, պետքա նկարենք, բայց դուք նայեք ինչ սիրուն է երկնքից լույսը մի կետի վրա անգնում։ Ես խեյտանում եմ ուղակի։ Եթե դուք մեր հետ լինեիք ավտոյի մեջ, դուք կլսեիք, թե քանի անգամ Նարեկը ուղակի ասեց, որ ուզում եմ հաց։ Եվ մեզ բերեցին, տվեցին Արատեսի սեբաստացիական չայ։ Խմեցինք չայ հյութ։ Մեկ էլ կոմպոտ։ Եվ հիմա շարժում ենք առաջ։ Այստեղ դուք հիմա տեսնում եք կադրեր Արատեսի վանքից։ Իրականում ահավոր հետաքրքիր գործ են արել, որովհետև ուսումնասիրել ենք մեր պատերը, արձանագրությունները։ Փորձել ենք գտնենք այն ամենը, ինչ որ գրված է հիմիկվա գրքերում։ Ու ասեմ եղան ինֆորմացիաներ, որոնք գրքի մեջ սխալ էին գրած եւ մենք հետագայում կշտկենք այդ ամենը։ Նու մենք չէ, այն մարդիկ, ովքեր որ եկել էին, էլի։ Իսկ հիմա բոլորով հիանում ենք Արատեսով, որովհետև նոր շինարարություն ա գրում, շատ սիրուն ամեն ինչ, որ ինչ որ չափով մեր մատնել է խառը շինարարության մեջ։ Սա գլուխ են գովում, մի հատ հիանում ենք հələ բոլորով, նայում ենք, այո, cute։ Ենք մոռանում նաև սնվելու մասը, որովհետև սնվելը մարդու ամենակարևոր բանն է։ Եթե ինչ մի քանի ամիս առաջ մենք ստեղ եղել ենք, էլի, ու տարբեր հետաքրքիր նախագիծեր ենք արել։ Թող նայեք ինչ սիրուն գեղեցիկ գեղատեսելի տեղ կա ստեղ։ Ու մենք ստեղ նայում ենք դուրս, որտեղ ֆուտբոլ են խաղում։ Սերներս ցանկանում եմ ձեզ բոլորի շոկի ենթարկեմ, վասնզի այստեղ կա ձյուն։ Դու գիտեք ձյունը ինչ է։ Ստեղ կա ձյուն։ Ես այստեղ գտա բան խնձոր ծառերի վրա։ Եվ շատ կայֆ։ Կարա գաք խնձոր ուտելու հենա ընդեի կանայք։ Вот такие вещи вот делает Аратес. Аратес. Ариутес. Հա։ Ձեսօր մի հատ երեխա գրել էր այ չաղ ծառ։ Ես էլ իրան ասցի խելոք մնա, թե չէ հեսա կոճղս կտամ գլխիդ։ Սա ծառա, որը աճում է Արատեսում։ Սա էլ է ծառ, որը աճում է Արատեսում, բայց ունի բրանյա։ Սա էլ է ծառ, որը էլի աճում է ունի բրանյա։ Սա ուղղակի չաղ ծառ է։ Որը հեսա կոթուկը տալու է գլխիդ։ Այ քեզ բան։ Բիկ տուպա գոբինկի բիչոկ, հուբկա բլա գուբա բլա տուպա։ Բիկ տուպա գոբինկի բիչոկ, հուբկա բլա գուբա բլա տուպա։ Այստեղ կա գեղեցիկ ճոճարան, որի վրա ես կնստեի, բայց վախում եմ, բլոս ինքը թեք հա մի քիչ, չգիտեմ։ Այստեղ շատ cute երեկոներ անցկացնելու համար վարվում է խարույկ ու այսպես սենց հետաքրքիր ատմոսֆերա ստեղծվում։ Ոնց որ Արատեսի ռեկլամ ունի, это что такое։ Էն ինչ տոնածառ առանց պա։ Այդ երգը կարանք փոխենք մի քիչ, սարքենք Էլին Սեբաստացի առանց քայլ։ Այո, մենք միշտ քայլում ենք, շնորհակալություն։ Ես Արատեսում ինձ դուր չեմ գալիս։ Իսկ հիմա եկեք առասարակ մի քիչ խոսանք ես YouTube-ի։ Նայեք, ես ցանկումս առաջի անգամ որոշ զբաղվեմ YouTube-ով։ Ու պատկերացում անգամ չունեմ, ինչ պետք է անեմ, երկու անգամ ասեց։ Ոնց պետք է այս ամենը չես առաջ տամ։ Ու դրա համար ինձ թվում է ինձ պետքա ձեր օգնությունը։ Խնդրում եմ կոմենտներում մաքսիմալ ակտիվ եղեք, գրեք ինչ կարելի է լավացնել, ինչ կարելի է վատացնել, ավելացնել, պակասացնել, չգիտեմ ինչ որ ֆորմատներ։ Պրոստը ոնց որ արդեն ասեցի, ես вообще գաղափար չունեմ։ Ես մոնտաժ անելու ժամանակ նոր հասկացա, որ ես չեմ նկարել վերջի մաս,
որտեղ որ հաջող եմ անում ձեզ։ Բայց իսկ պատճառով մենք հիմա կանենք այդ հաջողը։ Գնաց։ Շնորհակալ եմ շատ, որ նայեցիք իմ այս վլոգը։ Սպասեմ բոլորիդ լայքերին, կոմենտներին, ֆոլովներին։ Էլ ինչն է սպասում, չգիտեմ։ Գրեք ինչ կարելի է փոխել, ինչ կարելի է ձևափոխել, արվելացնել, պակասացնել, ինչ կարելի է вообще անել։ Եվ մերսի շատ, որ նայեցիք իմ վլոգը։ Մերսի, որ ձեր կյանքից շատ թանկ ժամանակից 5 րոպե ու երևի մի 30 վայրկյան նվիրեցիք ինձ։ Չուս, պատճում եմ ձեզ։